Գլխավոր կանայք, այսպես է կոչվում AAD Project PR Media Marketing-ային ընկերության այս տարվա մրցանակաբաշխության խորագիրը կրող անունը, որի նպատակն է մեկտեղել գործարարության ոլորտում ակնառու հաջողությունների հասած, բիզնեսում իրենց ուրույն տեղը գտած եւ իրենց համարձակ գաղափարները կյանքի կոչած կանանց, ովքեր ոգեշնչվելով անգամ չնչին հաջողություններից չեն վհատվել կամ ետ կանգնել իրենց երազանքներից։ Այսօր հանրության շրջանում բավական հայտնի ապրանքանիշ ունեցող բիզնեսների հիմքում հենց այդ խրոխտ կանայք են, որոնց աշխատանքը եւ ծավալած գործունեությունը արժանի է բարձր գնահատանքի։ Եվ այսպես, առաջին մրցանակակիրը, ում այժմ կներկայացնենք, օգնում է ոչ միայն տարածաշրջանի բիզնես համայնքի ճիշտ ու գրագետ կառուցել բիզնես հաշվարկները, այլ հաշվապահական ծառայություններ է մատուցում նաեւ հեռավար։ Դա վկայում է այն մասին, որ ունենալով տասնյակ տարիների մասնագիտական փորձառություն, նա կարողացել է իր գիտելիքները ներդնել սեփական գործում։ Ես Ասիա Գալստյան եմ, Global Fin հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրենը։ Հաշվապահական գրասենյակը գործում է 2014 թվականից եւ մատուցում ենք հաշվապահական ծառայություններ։ Մատուցում ենք ծառայություններ ինչպես մեծ բիզնեսին, այնպես էլ փոքր միջին բիզնեսին։ Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերում շատ դժվար է նոր բիզնես սկսելը եւ եթե դու կին ես եւ շատ հանդիպումներ, միջոցառումներ դու չես կարող մասնակցել այն առումով, որ կարիք կա հանդիպելու աշխատանքային ժամից հետո, հանդիպելու տարբեր վայրերում, դրա համար սկիզբը շատ բարդ էր։ Երբ արդեն փորձում ես հասկանալ եւ առաջի քայլերը անում ես, հասկանում ես, որ այդքան էլ դժվար չի սկսելը։ Կարևորը սկսելն է, կարևորը միտքը, կարևորը եռանդն է եւ արդեն երբ սկսում ես, հասկանում ես, որ այդքան է բարդ չէ։ Հաշվապահության մեջ 2000 թվականից եմ, բայց արդեն լինելով մեծ տարիքում որոշեցի, որ սկսելու եմ զբաղվել հաշվապահությունով։ Դեռ չէի մտածում սեփական բիզնեսի մասին, չէի մտածում, որ կարող եմ սկսել ինչ-որ մի բան, եւ զգացի, որ սա ինն է, թվերը ինն է, եւ ես կարող եմ գնալ առաջ։ Երբ ստեղծեցին գրասենյակը, 1-2 աշխատակից ունենք։ Հիմա ունենք արդեն շուրջ 14 աշխատակից։ Վերապատրաստման գործընթացը շարունակական է։ Ներկայումս մենք նույնպես վերապատրաստվում ենք, մենք անդամակցում ենք Հայաստանի հաշվապահների ասոցիացիան, որը շատ մեծ դեր է խաղում մեր կյանքում, մեր վերապատրաստման կյանքում։ Ներկա իրականության մեջ մենք չենք սահմանափակվում Շիրակի մարզով։ Մենք ունենք շատ հաճախորդներ Երևանից, մյուս Հայաստանի մարզերից, նաև ունենք արտերկրից։ Մեր բարեխիղճ եւ հոգատար սպասարկումից ելնելով մեր հաճախորդների քանակը անդադ աճում է։ Մեր կարգախոսն է առաջընթաց ձեռքբերումներ կերտելով։ Հաշվապահական ծառայությունների պրոֆեսիոնալ մատուցման, գործընկերների շրջանում վստահության ձեռքբերման եւ աշխատանքում ներդրած մեծագույն եռանդի համար մրցանակ է տրվում Շիրակի մարզի Global Fin հաշվապահական գրասենյակի հիմնադիր տնօրեն Ասիա Գալստյանին։ Կա խնդիր, կա լուծում։ Այո, իրավական ոլորտում քաղաքացիների շահերի պաշտպանության գործում այսօր մեծ դեր ունեն նաև կանայք եւ հետաքրքիր է, որ նրանցից շատերը իրենց գործում ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ վստահորդների շրջանում վայելում են մեծ հեղինակություն։ Իզուր չէ, որ նախագիծը կոչվում է գլխավոր կանայք, քանի որ ականատեսն ենք դառնում, թե ինչպես են կանայք ներգրավում այնպիսի ոլորտներում, որոնցում գերակշռողների հիմնականում եղել էին տղամարդիկ։ Վա Ալեքսանյան փաստաբանական գրասենյակը ունի իր կարգախոսը, կա խնդիր, կա լուծում։ Եվ մեր վստահորդները երբ դիմում են ընկերությունը բոլոր միջոցները ձեռնարկում է խնդիրները լուծելու համար։ Առաջին հերթին դա մարտավարության ռազմավարության մշակումն է, որից հետո արդեն անցնում ենք հենց բուն գործընթացի։ Վա Ալեքսանյան փաստաբանական գրասենյակը իրականացնում է մի շարք ծառայություններ, այդ թվում քաղաքացիական ոլորտի, վարչական իրավունքի ոլորտի, ամուսնաընտանեկան, հարկային եւ մաքսային իրավունքի ոլորտներում, սեփականության իրավունքի հետ կապված հարցերով, առհասարակ քաղաքացիական եւ վարչական իրավունքում ներառված բոլոր իրավունքների պաշտպանությունները իրականացնում է։ Փաստաբանի կարևոր հատկանիշներից մեկը այն է, որ պետքա փաստաբանը առաջինը սիրի իր մասնագիտությունը, իրավապաշտպան գործունեություն դրսևորի եւ իհարկե ամբողջ իր ներուժով բոլոր օրենքով սահմանված գործողությունները կատարի,
իր վստահորդի շահերի պաշտպանության համար։ Փաստաբանը աշխատանքում եւ փաստաբան ընտանիքում տարբեր կանայք են, քանի որ յուրաքանչյուր հայ ընտանիքում կին է առաջնահերթ, մայր, հետո նոր արդեն մասնագետ։ Դրա համար ընտանիքում մասնագիտությունը մղվում է ետին պլան, իսկ աշխատանքում առաջնային պլան։ Եվ այսպես, գործարարության ոլորտում ցուցաբերած բարձր պատասխանատվության, անմնացորդ նվիրման, գրագետ եւ ուրույն աշխատելավոճի համար վստահելի փաստաբան անվանակարգում մրցանակ է շնորհվում Վերոնիկա Ալեքսանյան փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Վերոնիկա Ալեքսանյան։ Լավագույն ղեկավարը նա չէ, ով միայն կարգադրում է, լավագույն գործատուն եւ ուղերձում է եւ սովորեցնում է, ստեղծում է առողջ աշխատանքային մթնոլորտ եւ ապահովում բարձր ցուցանիշներ։ Այժմ դիտենք տեսանյութը։ Ես Այդա Գրիգորյանն եմ, գործընկեր գրասենյակ հաշվապահական կենտրոնի տնօրենը։ Գրասենյակը հիմնադրվել է 2009 թվականին Գորիս քաղաքում։ Նպատակ ունենալով ապահովել տեղի գործարարներին բարեխիղճ, որակով, մատչելի, հաշվապահական եւ հարկային հաշվառման ծառայություններով, մենք հանդիսանում ենք Հայաստանի գործատուների միության անդամ, կոլեկտիվի աշխատողները Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անդամներ են, ու մեր գործընկերների միջոցով կարողանում ենք մեր հաճախորդներին համալիր սպասարկում ապահովել, կազմակերպել արտադրանքի սերտիֆիկացում, գործունեության լիցենզավորում, պետական ռեգիստրի փաստաթղթավորում եւ կազմակերպում, պետական գնումների մասնակցության աջակցություն, ակտերի բողոքարկում։ Բիզնեսի հաջողության համար կարևորում եմ ճիշտ աշխատողների ընտրությունը եւ կոլեկտիվի ոգին։ Իմ թիմի անդամների մասնագիտական եւ սոցիալական հմտության, մոտիվացիայի, նվիրվածության շնորհիվ ձեռք ենք բերել 500-ից ավելի հաճախորդների վստահությունն ու համակրանքը։ Հաճախորդի բիզնեսի առողջությունը մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Դրա համար փորձում ենք խնայելով հաճախորդի ֆինանսական ռեսուրսները, ժամանակը, նյարդերը, մատուցել ժամանակին անսխալ մատչելի հոգատար ծառայություն։ Հաջողության իմ համոզմամբ հասնում են նրանք, ովքեր քրտնաջան, բարեխիղճ աշխատում են, հոգատար են, համբերատար են, ճկուն են, ինքնակրթվում են, շարունակ զարգանում են, փոփոխվող պայմաններում կարողանում են արագ կողմնորոշվել եւ ճիշտ լուծումներ գտնել, պատրաստ են նորարարությունների, ընդունում են մարտահրավերները, դժվարությունները ու հաղթահարում են դրանք ընդունելով որպես նոր հնարավորությունների սկիզբ։ Իմ նպատակն է բարձր պահելով ընկերության վարկանիշը, ապահովել կայուն եկամուտ եւ զարգացում, միաժամանակ ներդրում ունենալով պետության, հասարակության, հաճախորդների եւ աշխատողների բարօրության մեջ։ Առաջնորդական հմտությունների ներդրման, աշխատելավոճում նոր նշաձողի սահմանման համար լավագույն ղեկավար եւ գործատու անվանակարգում մրցանակ է տրվում Գորիսի գործընկեր գրասենյակ ընկերության ղեկավար Այդա Գրիգորյանին։ Մրցանակակիր ում այժմ կներկայացնենք կնոջ ուժի ցուցաբերած ամուր կամքի բիզնեսում բազմաթիվ դժվարություններ հաղթահարած մի վառ կերպարի մասին է։ Համարձակ գործարար կին անվանակարգում մրցանակ է տրվում Rima Travel տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանին։ Կին Ռիման այսօր այստեղ չէ, մեզ հետ չէ, հարգելի պատճառներով, բայց մենք շնորհավորում ենք Տիկի Ռիմային եւ հուսանք, որ հաջորդ անգամ մեզ հետ կկիսեք այս հրաշալի պահը։ Եվ պարտադիր մրցանակը կփոխանցենք իրեն։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հաջորդ մրցանակակրին։ Ցանկացած առողջ բիզնեսի հիմքը գրագետ ու պրոֆեսիոնալ հաշվապահական հաշվառումն է։ Ժամանակակից մոտեցումների առաջադրումը, որակյալ ծառայությունների մոտեցումը եւ ամբողջական ֆինանսական պատասխանատվության ստանձնումը։
Ես Սեդա Ղազարյանն եմ, բիզնես աճակից հաշվապահական գրասենյակի հիմնադիր տնօրենը։ Կազմակերպությունը հիմնադրել ենք 13 թվականին, երբ մտանք շուկա մեր սպասարկման կերպով, մեր սպասարկման որակներով, մեր հավաքագրած թիմի միջոցով, շատ արագ սկսեցին խոսել Վանաձորում մեր մասին, շատ արագ։ Բիզնեսի ոլորտում եղող մարդկանց կարողանում ենք աջակցել, որպեսզի նրանք կողմնորոշվեն հենց հաշվառման պահից սկսած, ինչպես աշխատել, ինչպես ընտրել ճիշտ տարբերակը։ 13 թվականը մենք փակեցինք, չգիտեմ, ենթադրենք 30, մոտավորապես եմ հիշում, 30-ից 50 հաճախորդի հետ ունեցած պայմանագրով ավելի հեշտ էր փոքրիկ թիմով սպասարկելը, բայց երբ որ քանակը սկսում է արագ աճել ու մենք արդեն բարձրակարգ միջավայրի ներդրում ենք անում, հասկանալով, որ դա ուղղակի հենց այնպիսի մի ծախս չի, այլ հետագայում իր արդյունքը բերելու է, ու իսկապես բերեց, հաճախորդները շատ մեծ քանակությամբ սկսեցին աճել, այս դեպքում արդեն զգում ես, որ քեզ թիմ է պետք։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունեցավ ինքնակրթման գործում, մեր ընդհանրապես կրթման գործում Հայաստանի հաշվապահների ասոցիացիան ուզում եմ անպայման շեշտեմ, որ մեր կրթման process-ը ապահովում էր։ Ինձ թվում է շատ մեզ օգնում է այստեղ ու շատ օգնել է սեփական համոզմունքներին հետևելու խիզախությունը, պայքարելու ունակությունը, միջակ չլինելու գաղափարը։ Պիտի ունենաս երազանք, Երբ երազանքը թղթին ես հանձնում, հետո դա աստիճանական ինքնաառաջադրանքի տեսքով ես քո առաջ դնում, հստակեցված ժամկետներով եւ քո առաջ եւ քո թիմի անդամների առաջ, ինքը շատ արագ արդյունավետություն է բերում, շատ արագ։ Երևի թե մեր այս ճանապարհի, անցած ճանապարհի ամենակարևոր հենց ձեր ասած նշադողը հենց դա էր։ Լոռու մարզում բարձրակարգ, որակյալ եւ ժամանակակից հաշվապահական ծառայությունների ներդրման, զարգացման եւ սպասարկման բարձր նշաձող սահմանելու համար վստահելի գործընկեր անվանակարգում մրցանակի է արժանանում բիզնես աջակից հաշվապահական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սեդա Ղազարյանը։ Հաջորդ մրցանակակիրը զբաղվում է առողջապահության բավական հետաքրքիր ճյուղով, դեղագործությամբ։ Ոլորտը խոստովանենք ամենապատասխանատու ուղղություններից է, քանի որ անմիջականորեն առնչվում է մարդու կյանքի եւ առողջության հետ։ Հետևաբար դեղատնային գործունեությունը եւս մեր գործարար կնոջից պահանջում է առավել ուշադրություն եւ հետեւողականություն։ Բարև ձեզ, ես Անահիտ Պողոսյանն եմ։ Արդեն 20 տարի ինչ դեղագործությունն իմ կոչումն է։ Այս տարիներին անցել եմ շատ պատասխանատու ճանապարհ, մշտապես հետևելով իմ սկզբունքներին ու նպատակներին, երբեք չնահանջելով։ Իմ հաջողության գրավականը եղել է անդադար աշխատանքը, նպատակասլացությունը, երբեք չկոտրվելու ունակությունը։ Ինձ համար հաջողությունը ոչ միայն վերջնական արդյունքն է, այլ նաև անցած ճանապարհը։ Երկար տարիների աշխատանքի արդյունքում ունեցել եմ նպատակ ստեղծել սեփականը, որի արդյունքում հիմնել եմ Անահիտ Ֆարմ դեղատնային ցանցը։ Անահիտ Ֆարմում իմ թիմակիցները, ովքեր որ ինձ հետ են մոտավորապես 2019 թվականից, այսօր առաջատար տեղ են զբաղեցնում դեղագործական շուկայում իրենց մասնագիտությամբ, սպասարկումով եւ բարձրակարգ խորհրդատվությամբ։ Անահիտ Ֆարմի թիմում աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակիցներ, բանիմաց գրագետ խոսքով, միշտ օգնելու պատրաստակամությամբ, ինչի արդյունքում էլ ունենք մշտական հաճախորդների գոհունակությունը։ Մենք աշխատում ենք 24 ժամյա գրաֆիկով, նպաստելով ազգաբնակչության առողջության պահպանմանը։ Բացի դեղատնային գործունեությունից զբաղվում եմ նաև սեփական արտադրությամբ, ունեմ նաև 2 պրեպարատ, որոնք որ շուկայում են 2021 թվականից, նախատեսված ջրծաղիկի եւ հերպես վիրուսի համար, որը լայն կիրառում ունի Հայաստանի Հանրապետությունում եւ նպատակ ունենք դուրս գալ միջազգային շուկա։ Երկրորդ պրեպարատը, որը արտադրվում է իմ պատվերով, նախատեսված է պարկելախոցերի եւ այրվածքների համար, ինչպես նաեւ էկզեմայի։ Իմ սեփական արտադրանքով մշտապես մասնակցում եմ էքսպո ցուցահանդեսներին, ինչի շնորհիվ հայկական արտադրանքը դարձնում ենք ավելի ճանաչելի։ Դեղատնային գործունեության ոլորտում բարձրակարգ ծառայությունների եւ որակյալ սպասարկման համար առաջադեմ կին գործարար անվանակարգում մրցանակի է արժանանում Անահիտ Ֆարմ դեղատնային ցանցի հիմնադիր տնօրեն դեղագործ Անահիտ Պողոսյանը։
Եվ այսպես, սովորաբար ձեռներեցության ոլորտում արկա գիտելիքները, գրագետ բիզնեսի կառուցումը եւ առաջնորդական հմտությունները բավարար չեն բիզնեսի առաջխաղացման, հաղորդակցության հմտությունների ձևավորման եւ ակնառու հաջողությունների ձեռքբերման համար։ Գերժամանակակից աշխարհում բիզնեսի շարժիչ ուժը բիզնես էթիկայի գործարար վարվելակերպի եւ հաճախորդների սպասարկման կանոնների կիրառումն է։ Գործնական փոխհարաբերություններում միջանձնային բարյացակամ հարաբերությունների ապահովումը։ Բարև ձեզ, ես Սյուզաննա Գաբրելյանն եմ։ Էթիկայի 4 ոլորտների միջազգային որակավորում ունեցող մասնագետ, ով արդեն 21 տարի է դասախոսում է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ինձ համար այս 4 ոլորտներից ամենակարևորը բիզնես էթիկան է, որով էլ 2004 թվականին սկսել եմ իմ կարիերան։ Այս 21 տարիների ընթացքում ունեցել եմ մոտ 19000 ուսանող, այդ թվում խոշոր կազմակերպություններ, անհատներ, ովքեր ոչ միայն Հայաստանից, այլ Հայաստանի սահմաններից դուրս, թե օֆլայն, թե օնլայն հարթակով կապ են հաստատել ինձ հետ եւ անցել են վերապատրաստման դասընթացներ, թե իրենց համար որպես անհատներ, թե իրենց կազմակերպության աշխատակիցների համար։ Իմ կարիերան սկսել եմ բուհից, ֆինանսական ակադեմիայից, որտեղ հրավերք ստացա 2004 թվականին 4-րդ կուրսի արդեն ավարտական կուրսի երիտասարդներին դասավանդելու հաղորդակցման հմտություններ, քանի որ նրանք արդեն մուտք էին գործում հասուն կյանք, աշխատանքային կյանք եւ յուրաքանչյուրին այդ հմտությունների իմացությունը շատ կարեւոր էր։ Շուրջ 21 տարի է ղեկավարում եմ 3 ուսումնական կենտրոն։ Սկսել եմ ակունք ուսումնական կենտրոնից, որտեղ դասավանդում էի բիզնես էթիկա եւ հաղորդակցման հմտություններ, այնուհետեւ զարգացնելով ստեղծել եմ էթիկայի տարբեր դպրոցներ, իսկ վերջի 4 տարում ես ունեմ արդեն մի նոր ստուդիա, որը կոչվում է Էլեգանտություն եւ էթիկետ, որտեղ բացի բիզնես էթիկայից օգնում եմ մարդկանց հասկանալու իրենց կերպարը եւ այդ ամենը տանելով դեպի գործարար կնոջ կամ գործարար տղամարդու էլեգանտ կերպար։ Այն բիզնեսը, որը կառուցվում է մարդկանց հետ հարգալից փոխհարաբերությունների հիման վրա, միշտ էլ հաղթող է։ Ի ուրախություն ինձ, այսօր գործարար կանայք նույնպես մեծ ուշադրություն են ցուցաբերում բիզնես էթիկայի նկատմամբ, որովհետև այսօր կին գործարանը ոչինչով չի զիջում տղամարդ գործարարներին եւ նույն ջանասիրությամբ փորձում են ել ավելի հզորացնել իրենց կազմակերպությունը։ Սիրելի կանայք, ձեր գիտելիքներով, հմտություններով, կանացիությամբ այսօր դուք մեծ ուժ եք Հայաստանի գործարար աշխարհի համար։ Բիզնես էթիկայի մշակույթի ներդրման, գաղափարի տարածման համար վաստակավոր գործարար անվանակարգում մրցանակի է արժանանում էթիկայի եւ էլեգանտության ստուդիայի ակունք ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, էթիկայի եւ էթիկետի հայկական ասոցիացիայի հիմնադիր, բիզնես էթիկայի միջազգային որակավորում ունեցող մասնագետ Սյուզաննա Գաբրելյանը։ Ոչ հաճախ է պատահում, երբ կինը միառժամանակ եւ մայր է եւ իդեալական կին, իսկ աշխատանքում լավագույն կին առաջնորդ։ Սակայն մեր օրերում հայ կանայք կոտրել են այդ կարծրատիպը, մասնավոր օրինակով ապացուցելով, որ այդպես եւս հնարավոր է։ Ես Լուսինեն եմ Եղիազարյան, հանդիսանում եմ Mea Accounting հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրենը։ Ուղիղ 5 տարի առաջ, հենց այս ժամանակահատվածում ստացա առաջարկ աշխատել այս ձևաչափով։ Կազմակերպությունը հիմնված էր, ես ուղղակի սկսեցի շարունակել, իհարկե թիմը շատ փոքր էր նաև հաճախորդների քանակը։ Առաջին հաջողություն որպես այդպեսին կնշեմ, երբ առաջին տարին մասնակցեցի Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի կորպորատիվ միջոցառմանը, նայում էի առաջին տեղ գրաված մեր գործընկերներից մեկին եւ պարոն Համբարձումյանին ասացի, որ եկող տարի ես եմ լինելու այստեղ կանգնած։ Հաջորդ տարի ես էի կանգնած այդտեղ, մեր ցուցանիշները այնպիսին էին, որ մենք գրավել էինք առաջին տեղը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի գործընկեր գրասենյակների շարքում։ Ես այդ պահից սկսած ուղղակի սկսեցի աշխատել ամեն օր, աշխատել սիրով, աշխատել պատասխանատվությամբ, մեծ պատասխանատվությամբ, որովհետև մեր ոլորտում կարծում եմ առաջնորդելու լավագույն եւ կարեւոր հատկանիշներից մեկը դա գերպատասխանատվությունն է։
գերպարտաճանաչությունը եւ ինչի՞ չէ նաեւ հետեւողականությունը։ Գիտեք, շատ կարեւոր է, երբ հետ ես նայում եւ ավելի շատ հիշում ես քո հաղթանակները, հիշում ես քո ձեռքբերումներն ու հաջողությունները, քան այն դժվարությունները, որի միջով դու անցել ես։ Իհարկե դժվարությունները շատ են։ Նախ առաջին, որպես այդպեսին կնշեմ, կին եւ նաեւ ղեկավար լինելու համատեղությունը, երբ դու կարող ես դա համատեղել առանց որևէ կողմը զոհելու եւ այն հավասարակշռությունը, որը քեզանից պահանջվում է լինել եւ ընտանիքում մայր, կին եւ նաեւ կին առաջնորդ։ Հաճախորդների գոհունակությունը չափում ենք տարիների երկարատև աշխատանքով։ Գիտեք, դժվար է ունենալ հարյուրավոր հաճախորդներ եւ իրենց հետ աշխատել 4-5 տարի եւ ավելի։ Դա խոսում է իրենց գոհունակության, դա խոսում է իրենց պատրաստակամության մասին մեզ հետ աշխատել եւ մեզ հետ միասին անցնել իրենց բիզնես ճանապարհը։ Գործունեության ոլորտում ցուցաբերած գերազանց առաջնորդական հմտությունների, մասնագիտական բարձր պատրաստվածության համար լավագույն կին առաջնորդ անվանակարգում մրցանակի է արժանանում MEA Accounting հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն Լուսինե Եղիազարյանը։ Տորթերի պատրաստումը զուտ խոհարարական գործընթացից վերածվել է ստեղծագործականի։ Մեր հաջորդ մրցանակակիրը կռահեցիկ տորթերի արտադրության ոլորտում է, սակայն իր ստեղծագործությունները քաղցրավենիքի տեսքով վայելում են ոչ թե իր հայրենիքում, այլ Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Բարև ձեզ, ես Գայանե Տորոզյանն եմ, Գայանե Քեյք Մաստերի հիմնադիրը, ապրում եմ Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է մոտավոր 10 տարուց ավել, գործունեությունը ծավալում եմ Ֆրանսիայում, Լիոն քաղաքում ունեմ իմ փոքրիկ արտադրամասը, որտեղից էլ որ կյանք են առնում բոլոր ստեղծագործությունները։ Ստեղծում եմ հարսանեկան եւ այլ միջոցառումների համար նախատեսված ցանկացած տորթեր։ Իմ կողմից արտադրված տորթերը մեծ պահանջարկ ունեն ոչ միայն հայ համայնքում, այլ նաեւ պահանջված են տարբեր ազգերի կողմից։ Յուրաքանչյուր հաճախորդի ցանկություն վերածվում է արվեստի տորթի տեսքով։ Երկար տարիներ երազել եմ իմ գործունեությունը ծավալել նաև իմ հայրենիքում եւ վստահ եմ, որ Աստծո կամոք շուտով կդառնա իրականություն։ Սիրելի կանայք, եթե ունեք բիզնես գաղափարներ, մի վարանեք, հստակ քայլերով գնացեք առաջ։ Ձեր նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ վստահ եղեք, որ կհասնեք արդյունքին։ Լինելով մանկավարժ, սիրել եմ նկարել եւ ընդհանրապես արվեստի գործը եւ մեկ օր որոշեցի տորթերի միջոցով ստեղծել արվեստի գործերը։ Հաճախորդների գոհունակությունը հուշում է այն մասին, որ բավականին լավ է ստացվել։ Արտադրության ոլորտում նոր հմտությունների եւ նորարարությունների ներդրման, դիզայնի եւ համի ներդաշնակության ապահովման համար ստեղծարար գործարար կին անվանակարգում մրցանակ է ստանում Գայանե Քեյք Մաստեր ապրանքանիշի քաղցրավենիքի արտադրամասի հիմնադիր Գայանե Տորոզյանը։ Ավելի լավ է մեկ անգամ այցելել, վայելել բնությունն ու տեղանքը, դրանում այսօրվա ներդրած ջիղն ու եռանդը, զգալ հյուրերի հանդեպ ուշադրությունն ու սերը, քան պարզապես լսել հյուրերից փոխանցվող դրական մտքերն ու կարծիքները։ Մրցանակակիրը կառուցել է մի դրախտավայր, որը գտնվում է Ալավերդի քաղաքում եւ համարվում է ամենահին հյուրատունը ամփոփված լոռու ողջ կոլորիտով։
Այսպիսով, զբոսաշրջային ոլորտում մշտապես փորձառություն ներկայացնող, նոր ու ստեղծարար գաղափարներով հանդես եկող, նորարար եւ կրեատիվ գործարար կինավանակարգում մրցանակ է շնորհվում Իրիս հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանին։ Գեղեցիկ զարդեր, կանացի տարբեր աքսեսուարներ, խնամքի պարագաներ եւ կոսմետիկ միջոցներ ներկայացնող խանութ սրահներն արդեն 7-ն են եւ տարանջատված են նաեւ Հայաստանի Հանրապետության մարզերով։ Իսկ ընդամենը վերջերս Թութունջյանց ապրանքանիշին միացել է նաեւ Թութունջյանց գեղեցկության սրահը։ Դիտենք տեսանյութը։ Բարև ձեզ, ես Աննան եմ Քամալյան, ներկայացնում եմ Թութունջյանց Collection խանութ սրահների ցանցը։ Առաջին մասնաճյուղը հիմնադրվել է 2019 թվականին Իջևան քաղաքում եւ ինչու հենց Թութունջյանց ավելի շատ նպատակահարմար էր ելնել ընտանեկան մշակույթից եւ այստեղ մենք փորձեցինք ներկայացնել հենց ընտանեկան արժեքներ, ոլորտում ընտրեցինք զարդեր, կոսմետիկա, աքսեսուարներ, ինչու բոլորին է դա հետաքրքրում, ավելի շատ այստեղ հիմքում այն էր, որ ես բավականին մեծ սեր ունեի, զարդերի, խնամքի միջոցների եւ այլնի նկատմամբ, շեշտեմ նաեւ, որ ամուսինս եւս երկար տարիներ զբաղվել է զարդերի գործունեությամբ եւ կարծես թե համատեղվեցին երկուսը մեկում, երկուսից նախասիրությունները եւ հենց այդպես է ձևավորվեց այս ամենը։ Թութունջյանց Collection մասնաճյուղը երբ որ հիմնադրվեց, առաջին մասնաճյուղը աշխատելու ժամանակ մենք հասկացանք, որ մեր հաճախորդների պահանջարկը ել ավելի ընդլայնվելու կարիք ունի։ Կարծես թե ամեն մի տարին Իջևան քաղաքի տարբեր փողոցում, տարբեր սրահներում մենք հիմնադրեցինք մոտ 4 մասնաճյուղ, այնուհետև ունեցանք Նոյեմբերյանում, Երևանում եւ Դիլիջան քաղաքում։ Այս պահին խանութ սրահում մենք ներկայացնում ենք հայկական զարդերի տեսականի, ավելի շատ նախընտրում ենք շեշտադրել հայկական մոտիվները, որովհետև կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Ներկայումս ունենք արդեն իսկ նոր պրոյեկտ, որը մի փոքր այսպես տարբերվում է մեր այս Թութունջյանց Collection խանութների ցանցից, այն մենք անվանեցինք Թութունջյանց Beauty Zone եւ այդ նոր պրոյեկտը իր մեջ ներառում է գեղեցկության սրահ, մատնահարդարում, ոտնահարդարում եւ այլ ծառայություններ, որոնք հենց վերաբերում են գեղեցկության սպասարկման ոլորտին։ Կարծում եմ, որ հոգեբանի իմ մասնագիտությունը շատ է օգնել բիզնեսի կառուցման գործում։ Եվ որքան էլ միշտ մենք նորարարությունների կիզակետում ենք գտնվում, մենք ամեն դեպքում չպետք է միշտ մոռանանք մեր ավանդական, մեր մշակութային արժեքները։ Բիզնեսի ընդլայնման, նոր կոնցեպտով խանութ սրահների ներկայացման, մարզերում հասանելիության ապահովման համար պահանջարկ վայելող ապրանքանիշ անվանակարգում մրցանակի է արժանանում Թութունջյանց Collection ապրանքանիշի հիմնադիր Աննա Քամալյանը։ Այս կինը ում այժմ կներկայացնենք Հայաստան եկավ իգործ ծրագրի շրջանակներում։ Կիպրոսում 21 տարի բնակվելուց հետո ավելին մուտք գործեց ոլորտ, ուր դժվարալ կանայք համարձակվեին։ Բարև ձեզ, ես Անահիտն եմ Միքայելյան, Լեռնեցի ընկերության համահիմնադիրը։ Մեր ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հունվարի 4-ին։ Հայաստան վերադարձել եմ 21 թվականին պատերազմից հետո։ Ես իրականում այս ոլորտի հետ շատ կապ չեմ ունեցել։ Գործընկերոջս միտքն էր լեռնագնացության հետ կապված կոշիկներ արտադրել։ Համատեղել ենք Լեռնեցի ընկերությունում, գործընկերոջս գիտելիքները որպես լեռնագնաց ու իմ հմտությունները որպես ֆինանսիստ, որտեվ իմ առաջին մասնագիտությունը ֆինանսիստ է, ես 12 տարի Կիպրոսում աշխատել եմ այդ մասնագիտությամբ։ Զինվորական ուղղության մեջ էլ հասկացանք, որ նորից կա բացը որակային առումով ու մեր գործընկերոջ հետ միասին, ԶԳՍՏ ընկերության հետ միասին որոշեցինք, որ պետք է ունենանք նաև զինվորական ուղղությունը, տակտիկական ուղղությունը ու ստեղծեցինք նաև տակտիկական մոդելներ։ 3 տարի անընդմեջ աշխատանքից հետո մեզ հաջողվեց դառնալ միակ ներկայացուցիչը տարածաշրջանում Vibram ընկերության։ 3 տարի փորձել են իրենք մեր արտադրանքը, տեսել են, հասկացել են, որ համապատասխանում է կոշիկի վերնամասը տակացուին, հետո նոր համաձայնվել են, որ մեզ դարձնեն իրենց ներկայացուցիչը տարածաշրջանում։ Չնայած, որ մեր պատմությունը փոքր է,
երկար տարիներ չենք շուկայում, բայց ուրախ եմ նշել, որ արդեն սիրված եւ ճանաչված ենք Հայաստանի շուկայում։ 26 թվականի ու հետագայի նպատակն էլ այն է, որ ընդլայնվենք ու սկսենք էքսպորտը դեպի միջազգային շուկա։ Կոշիկների հումքը մենք փորձում ենք լինի հայկական, իսկ ինչ որ չենք կարողանում ձեռք բերել հայկական շուկայից, այսինքն եւ որակական առումով եւ քանակի առումով, ձեռք ենք բերում մեր հարևան Իրանից ու բացառել ենք որևէ հումքի ներկրումը Թուրքիայից։ Հայրենիքում նոր ու եզակի բիզնես գաղափարի իրագործման համար հայրենական նորարար որակյալ ապրանքանիշ անվանակարգում մրցանակ է ստանում Լեռնեցի տակտիկական եւ արշավային կոշիկների արտադրության համահիմնադիր Անահիտ Միքայելյանը։ Երեխաների խնամքն ու նրանց անհոգ մանկությամբ ապահովելը, երջանիկ ժպիտ պարգևելը թերևս եղել է մեր այսօրվա հերոսուհու Վաղեմի երազանքը։ Ես Հեբնե Հովսեփյանս ծնվել մեծացել եմ մանկավարժների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի մանկավարժական համալսարան։ Համալսարանի հետ մեկտեղ նաև շրջում էի մանկատներում, հետևելով նրանց աշխատանքները եւ գործառույթները։ Դեռ ուսանողական տարիներից ներգրաված եմ եղել բարեգործական տարբեր հաստատություններում, քանի որ խնամատարությանս հայցը ընդունվել է եւ Աստծո կամոք կունենամ այն, ինչ որ մանկուց իմ երազանքներից մեկն է եղել։ Հիմնենք մանկատուն եւ երեխաներին տանք այն տակ ջերմությունն ու աջակցությունը, ինչը որ յուրաքանչյուր մանկիկ է ցանկանում։ Նպատակներից մեկն է եւ այսօր ունեմ այն, ինչ որ կա, դա Հեփիքի զարգացման կենտրոնն է, որը հիմնվել է 2017 թվականին։ Կենտրոնում ունենք 80-ից ավել երեխաներ եւ խմբերը դասակարգվում է ըստ տարիքի, կրտսեր, միջին եւ ավագ խմբեր։ Երեխաները այստեղ սովորում բազմակողմանի գիտելիքներ են ստանում, իսկ ամենակարևորը, որ երեխաների սրտում եւ հոգում սերմանում ենք մարդասիրությունը։ Բացի ստանդարտ ծրագրերից, որը մենք ինքներս ենք մշակում, մեր երեխաներին ուսուցանելու եւ դաստիարակելու համար, նաեւ երեխաները ուսումնասիրում են եւ սովորում են օտար լեզուներ, նաեւ ունենք նկարչական խմբակ, բարի խմբակ, շուտով արդեն ունենալու ենք լող, նաեւ ունենալու ենք երգերաժշտության խմբակներ։ Ասեմ մի շատ կարևոր եւ լավ լուր, որ վերաբացվելու է նաեւ մեր աղա սենյակը։ Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ իմ իսկ ստեղծած ընտանիքով, եղեք բարի եւ կարեկցող։ Մարդասիրական եւ անձնվեր գործունեության, աշխատանքային մեծագույն առաքելության, հասարակական ակտիվ գործունեության համար բարերարքին գործարար անվանակարգում մրցանակի է արժանանում Արտաշատի Happy Kids նախակրթական հաստատության հիմնադիր Հերմինե Հովսեփյանը։ Համարձակ ճկուն մտքով ստեղծարար ու արարող մեր հաջորդ մրցանակակիրը։ Բիզնես դաշտ է մուտք գործել ինքնավստահ, չմտածելով անգամ ձախողվելու եւ մրցակցության ահռելի պայմաններում իր ոճն ու ասելիքը թելադրելու համառ հղումով։ Բարև ձեզ, ես Սուզաննա Հարությունյանն եմ, Դավ Դալի խանութ սրահների հիմնադիր տնօրեն։ Այս մասնաճյուղը Նորնորքի 5-րդ զանգված միգան 8/3 մեր առաջին մասնաճյուղն է եղել, որտեղ է սկիզբ է դրվել մեր մնացած բոլոր մասնաճյուղերը։ Շատ մեծ պատմություն ունի։ Սկսված, քչից սկսված մեր առաջին մասնաճյուղից, որ արդեն 8 տարի ականք, 5 տարի առաջ նաև Ավանում մասնաճյուղ բացեցինք եւ վերջի 3 ամսվա ընթացքում Հավան Արենջում։ Մի փոքր ներկայացնեմ մեր ապրանքների մասին։ Խանութ սրահներում տարբեր կանացի եւ տղամարդու լայն տեսականի ունենք։ Ապրանքները հիմնականում Ամերիկայից են, Կանադայից են, Եվրոպայից, Ֆրանսիայից։ Չենք մոռանում իհարկե տեղական մեր հայկական արտադրանքների մասին, կոշիկների լայն տեսականի, բնական զամշ, կաշի,
աշխատում ենք տարբերվենք, մեր տեսակայինները տարբերվում են եւ տղամարդու եւ կանանց, առաջինը մեծ չափսերով, բատալ չափսերով, երկրորդը որ աշխատում ենք եւ որակի վրա եւ որ չկրկնվեն, այսինքն չլինեն կրկնվող տարբերակներ, լինեն այնպիսի բաներ, որ մի հատ է, օրինակ կանացի շորիկներ ունենք, զգեստներ, տարբեր կոստյումներ, որ ուղղակի մի հատ է։ Տեսականիներում ցուցադրված են նաեւ այնպիսի մոդելներ, որոնք յուրահատուկ, հատուկ դիզայների կողմից, հատուկ պայմանագրով, հատուկ երկրների հետ աշխատում ենք ու ինչպես են ցանկանում հաճախորդները, կարում ենք հատուկ տվյալ հաճախորդի համար։ Առաքումները մեր Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջությամբ անվճար են, իհարկե աշխատում ենք արտերկրերի հետ, Ամերիկա, Մոսկվա, տարբեր երկրներ առաքում ենք ըստ պոչտայի նշված թվի։ Իմ բիզնես հաջողության գրավականն է միշտ մնալ թրենդի մեջ։ Բրենդի հետ կապված ասեմ, որ իրականում շատ դժվար է եղել հենց սկիզբը սկսել, ուղղակի այսքան առաջ գնալ ու հասնել այս ամեն ինչին ու պահել այդ ամեն ինչը, երբ որ շատ ես աշխատում, փորձում ես, կարողանում ես, պահում ես այն ինչը որ ունես։ Կանացի եւ տղամարդկանց հագուստի ներփաճաշակ ոճի որակի համադրության համար ամենավոճային կին գործարար անվանակարգին է արժանանում Դավդալի խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Սյուզաննա Հարությունյանը։ Խրոխտ, համար ու չհանձնվող բիզնես կնոջ այս տեսակն օգնել է նրան դառնալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդների սիրելի ապրանքանիշը։ Այս ամենի հետ մեկտեղ բարեխղճությունը եւս նպաստել է վստահության ձևավորմանը։ Բարև ձեզ, ես Արևիկ Բաբախանյանն եմ, Արևքից մանկական խանութ սրահի հիմնադիր տնօրենը։ 2018 թվականին որոշեցի հիմնադրել իմ սեփական բիզնեսը, իհարկե շատ մեծ դժվարությունների ու անցած ճանապարհի շնորհիվ արդեն 2020 թվականին ունեցանք մեր սեփական խանութ սրահը, ինչ խոսք, շատ դժվարություններ ենք ունեցել խանութ սրահի բացման հետ կապված։ Տարիների ընթացքում օնլայն տիրույթում մեծ աշխատանքներ իրականացնելու շնորհիվ ունեցանք մի քանի տարի հետո մեծ սպասարկող բիզնես։ Այժմ ունենք թվով 3 խանութ սրահ, մանկականը Արևքիցը, տղամարդկանց խանութ սրահը Royal Shop-ը եւ կանացի խանութ սրահը Արև Women's Collection-ը։ Որպես հիմնադիր տնօրեն ինձ համար շատ կարևոր է եղել պահպանել որակ գին համադրությունը։ Ինչի շնորհիվ մեր 3 խանութ սրահները պահպանում են բարձր որակ, մատչելի գին։ Որպես կին գործարար ունեցել եմ շատ մեծ դժվարություններ ու կապ չունի, որ ես ինքս շատ աշխատասեր եմ իմ տեսակով, բնույթով, բայց այս ամենի թիկունքում նաև կանգնած է իմ ամուսինը, իմ ամուր թիկունքը, որը որ շատ մեծ ներդրում է ունեցել իմ աշխատանքային ոլորտում, որ ունենք այսօր այս արդյունքը։ Սիրելի կանայք, եթե ունեք բիզնես գաղափարներ, բայց վախենում եք, երբ մտնում եք այն իրագործել եւ հասցնել ինչ-որ մի կետի, կիսվեմ սեփական փորձով, որ նույնիսկ կարող է ընտանիք եւ բիզնես համադրության ժամանակ ունենանք մեծ հաջողակ արդյունք։ Թրենդային հագուստի ներկրման, հասանելի գնային քաղաքականության մշակման ոլորտում մասնագիտանալու հմտությունների ձևավորման համար բարեխիղճ գործարար կին անվանակարգին է արժանանում Արև Kids, Արև Women's Royal Lion խանութների հիմնադիր Արևիկ Բաբախանյանը։ Նրան ում այժմ կներկայացնենք հանրությանը հայտնի է որպես գեղեցիկ կնոջ, ներքին եւ արտաքին տեսքի ներդաշնակ համադրության լավագույն օրինակը։ Սակայն այս ամենից զատ նա բազմազբաղ կին է, օրինակելի մայր, հաջողակ բիզնես կին, շուկայագետ, միջոցառումների կազմակերպիչ եւ սիրված ինֆլուենսեր, ակտիվ է ոչ միայն սոցցանցերում, այլև մեդիա ոլորտում։ Բացի այդ հանդիսանում է նաև մարքեթինգային ծառայություններ մատուցող Fresh Creative Agency ընկերության հիմնադիրը։ Ակտիվ գործունեություն է ծավալում նաև զբոսաշրջային բլոգինգի ոլորտում, կազմակերպում խմբային տուրեր։ Հարության շրջանում համակրանք եւ բարձր հեղինակություն վայելող հաղորդավարուհի, շուկայագետ, սիրված կին ինֆլուենսեր, անվանակարգում մրցանակի է արժանանում Fresh Creative Agency ընկերության հիմնադիր Իրինա Թովմասյանը։
Հանձնվել չկա, կյանքը երկրորդ փորձից։ Անի Քոչարի երկու վեհագույն գրքերը դարձան մոտիվացիայի եւ ոգեշնչման աղբյուր, որոնք ստիպեցին ապրել ու ապրեցնել։ Հեղինակը իր քաջալերությամբ դրսևորեց անկոտրում կամք ու ստիպեց բոլորին հավատալ կյանքի հրաշքներին։ Ծանր ու անհաղթահարելի թվացող պայքարը ու դժվարությունները Անին հանձնեց թղթին ու ներկայացրեց կյանքի իր բանաձևն ու անցած փորձությունները։ Ուշադրությունը էկրանին։ Վատ լուրը գալիս է միանգամից։ 2018-ի մայիսին լրագրող Անի Քոչարը հայտնաբերում է, որ ունի արյան քաղցկեղ։ Բուժումը սկսում է առանց հապաղելու։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի մոտ արյան քաղցկեղի ամենածանր տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր։ Անին որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Մեկ կնոջ պայքարի դրամա, նրա պայքարի բարդ ուղին, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։ Անի Քոչար, հանձնվել չկա։ Քաղցկեղի դեմ պայքարի իրական պատմություն։ Հուսամ ձայնս շատ չի դողում, որովհետև դեռ չեմ ամբողջությամբ մարսել այդ ողջ տեղեկատվությունը, գուցե հետագայում նաև պետք լինի սրտի փոխպատվաստում, բայց ես կարծում ես այդ փուլին չեմ հասնելու։ Ես իրականում մահվան գաղափարի հետ դեռ քաղցկեղի ժամանակ եմ համակերպվել, բայց իմ վախը միշտ իմ բալիկներն են, ես հանուն նրանց պետք է անպայման պայքարեմ։ Անգամ ամուսինս էր ասում, որ Անի, մեկ երեխա ունենք, մեզ լրիվ բավական է, այդքան քեզ մի տանջիր, իսկապես հրաշք էր նրա գալը։ Bestseller գրքերի լավագույն կին հեղինակ, սիրված կին մոտիվացնող խոսնակ, անվանակարգում մրցանակ է տրվում մեդիա գործիչ, լրագրող, 2 գրքերի հեղինակ Անի Քոչարին։ Եվ այսպես, կին ում անունը մենք հիմա կհնչեցնենք, կարծում եմ դարձյալ շատերին է հայտնի։ Նա արարող է, ստեղծարար, տաղանդավոր, քանի որ կարողացել է ստեղծել տաղանդավոր հայուհիների բազմահազարանոց առցանց հարթակ եւ նպաստել նրանց ինքնաբացահայտմանն ու ինքնադրսևորմանը։ Lifestyle ոճում հետաքրքիր կոնտենտ ստեղծող կին բլոգեր, անվանակարգում մրցանակ է շնորհվում բլոգեր, տաղանդավոր հայուհիներ առցանց հարթակի ստեղծման հեղինակ Արմինե Սարգսյանին։ Որպես վոկալի մարզիչ Եվան աշակերտների համար ոչ թե պարզապես ուսուցիչ է, այլ ուղեկից, ով օգնում է նրանց բացահայտել սեփական ձայնը, վստահել իրենց հուզմունքին եւ հավատալ բեմի ուժին։ Նրա բեմական առաքելության լավագույն կողմերից մեկն էլ այն է, որ աշակերտներին նույն բեմում իր հետ կատարելու հնարավորություն է տալիս։ Նրանց գալ իրական բեմական փորձը ուսուցչի կողքին։ Այդ մթնոլորտը լցված է լույսով, ջերմությամբ, միասնության ուժով։ Բարձրակարգ վոկալ մարզիչ եւ լավագույն կին հեղինակ կատարող անվանակարգում մրցանակ է ստանում երգչուհի Եվա Սուջյան վոկալ ստուդիայի հիմնադիր Եվա Սուջյանը։
Հեղինե Դավթյանը արհեստավարժ դիզայներ է եւ երկար տարիներ զբաղվում է մասնագիտական գործունեությամբ։ Զուգահեռ նաեւ ուսուցանում է եւ փոխանցում իր փորձն ու գիտելիքները սաներին։ Նրա դիզայներական աշխատանքները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ, արտասովոր գունային համադրությամբ, բարձր ճաշակով եւ ուրույն ոճով։ Իդեպ այսօրվա սրահի գեղեցիկ եւ յուրահատուկ դիզայնը ապահովել է հենց Հեղինե Դավթյան Wedding Design Studio-ի ղեկավար Հեղինե Դավթյանը։ Այսպիսով ձևավորված ուրույն ոճի, բարձրաճաշակ դիզայնի եւ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի համար արհեստավարժ կին դիզայներ անվանակարգում մրցանակ է տրվում Հեղինե Դավթյան Wedding Design Studio-ի ղեկավար Հեղինե Դավթյանին։ Տորթերի թխվածքների պատրաստումն արվեստ է, այդ արվեստին տիրապետել է 18 տարի առաջ Աննա Մելիքսեթյանը։ Անկախ հանդիպակաց բազմաթիվ դժվարությունների հիմնեց, կայացրեց տորթերի արտադրությունը, կարևորություն տալով համին ու որակին միաժամանակ։ Գրավելով քաղաքի քաղցրասեր հանրության ուշադրությունը մեր հերոսուհին սկսեց արդեն մեծ պատվերներ ընդունել, տարբեր թեմատիկայով, անգամ հարսանեկան բարդ ու պատասխանատու տորթերը սկսեցին վստահել հենց նրա արտադրամասին։ Կրեատիվ եւ հետաքրքիր նորամուծությունները անտարբեր չթողեցին նրան եւ կատարվեց երազանքը, հիմնվեց նաեւ մանկական սրճարան հատուկ կոնցեպտով։ Բալիկներ, ովքեր ցանկանում են ծանոթանալ տորթի պատրաստման հեքիաթային գործընթացին, զարկ տալ երևակայությանը եւ անձամբ ձևավորել տոնական տորթը, ապա գալիս են Կոկո Փարթի սրճարան իրականացնելու երազանքը։ Տորթերի պատրաստման արհեստավարժ մասնագետ անվանակարգում մրցանակ է տրվում Elan Cake տորթերի արտադրամասի հիմնադիր Աննա Մելիքսեթյանին։ Այստեղ չէ, բայց ես վստահ եմ, որ մենք մեր մրցանակը կհանձնենք նրան, շնորհավորում ենք նրան եւ անցնում առաջ։ Այսօր այստեղ է նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։ Իդեպ AAD Project ընկերությունը սիրով ցանկանում է շնորհակալագիր հանձնել նրան, այնպես որ խնդրում եմ մոտեցեք։ Այս շնորհակալագիրը տրվում է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանին աշխատանքների պատշաճ կոորդինացման եւ բարձր պատրաստվածության համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի ժամանց, հուսանք, որ երեկոն իսկապես ստացված էր։ Իհարկե, միանշանակ շնորհավորում ենք եւս մեկ անգամ, այսքանով եզրափակում ենք։